Այսօր զրուցում ենք քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Շնորհակալություն։ Պարոն Միքայելյան, նախ ինչպես է գնահատում Երևան-Թեհրան հարաբերությունները, մեր շահերը համընկնում են այսօր։ Հայաստանի ու Իրանի շահերը համընկնում են մեծ մասով։ Ուրիշ բան, ինչքանով է համընկնում իշխանությունների տեսլականը, Թեհրանյան եւ Երևանյան ներկա իշխանությունների, այստեղ ոչ լիարժեք համընկում կա, բայց ամեն դեպքում փորձ կա ինչ որ կերպ համաձայնեցնելու այդ մոտեցումները։ Տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարը Թեհրանում էր, քննարկել են մի շարք հարցեր, քաղաքական, նաև տնտեսական հարցեր, դրանցից ամենաուշագրավը թերևս նավթավերամշակման գործարանի կառուցումն է Մեղրիում, որը դեռևս ծրագիրը քննարկում է 2007 թվականից, բայց այդպես էլ մի սուարյուն չի ստացել, ինչ պատճառներով։ Ինչ եք կարծում, սա հիմա իրատեսական է, թե դարձյալ օդային խոսակցություն, ինչպես ասում են։ Տեսեք, հա, սա ներառված եղել օրինակ Սերժ Սարգսյանի 2008 թվականի նախագահական ծրագրի մեջ եւ ցավոք սրտի չիրականացավ։ Այդ ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեմ էին եւ դա տենց էլ տեղի չունեցավ, բացի այդ բավականին լուրջ կապիտալ էր ենթադրում։ Հիմա հետաքրքիր հարց է ինչքանով շնորհարությունը զուտ կապիտալի իմաստով, թե դե գործարանը բավականին խոշոր պետք է լինի։ Իրանի նավթի որոշակի մասը պետք է վերամշակի։ Իրանական կողմը, այսինքն պատասխանատվություն չէր հայտնել կառուցելու համար։ Չէ, հայկական կողմը պետք է կառուցի, որովհետև Հայաստանում է դա եւ լրացուցիչ եկամուտները Հայաստանն է ստանալու։ Իրանը ստանում է հնարավորություն արտահանելու նավթը ավելի ոնց որ անվտանգ մարշրուտ, բայց ամեն դեպքում Իրանը արտահանում է նավթը, իսկ Հայաստանը արտահանում է բենզինը եւ սա արդեն մի քիչ ավելի բարձր մակարդակի մշակումն է։ Եվ այսպիսով սա Իրանին էլ է ձեռնտու իրականում Հայաստանին էլ, բայց այդ պարագայում ստացվում է, որ իրանական նավթը դուրս է գալիս շրջափակումից եւ պատժամիջոցների տակից։ Եվ ԱՄՆ-ն միշտ դեմ է եղել, բայց արդյոք հիմա դեմ է լինելու, սա էլ է հարց, որովհետև հիմա տեսնում ենք, որ համաշխարհային նավթի շուկայում պակաս կա եւ Թրամփը այս առումով բավականին ճկուն է։ Մի կողմից, մյուս կողմից կապիտալի արկայությունը այս պայմանությամբ ավելի մեծ է համենայն դեպս աշխարհում եւ տեսականորեն դա ավելի իրատեսական է։ Գործնականում ինչքանով է դա իրատեսական, սա շատ լուրջ հարց է, որովհետև վերամշակման գործարանից բացի մի քանի եւս նախագիծ կա հայ-իրանական սահմանում լայնացնել կամուրջը կամ նոր կամուրջ կառուցել եւ այսպես կոչված թրիպը, որը ամենամեծ հետաքրություն է ենթադրում։ Կամուրջի մասով իսկ ուշացած չենք։ Իհարկե ուշացած ենք, բայց ավելի լավ է ուշ քան Ադրբեջանը արդեն երկու կամուրջ ունի Արաքսի վրա։ Այո, մենք ունենք օրինակ նույն հյուսիս-հարավ նախագիծ եւս 2008 թվականից եւ պետք է ասենք 2020 երևի 22 թվականներին ավարտվեր, բայց մինչեւ հիմա գործի մի 20%-ն ավարտվել, այսինքն մեծ ամասամբ հյուսիս-հարավը դեռ չի կառուցվել։ Ինչու։ Այստեղ մի քանի հարց կա։ Առաջինը իշխանության կողմից ուշադրության պակասը, թե նախորդ իշխանության օրոք, թե ներկա իշխանության օրոք։ Երկրորդը ինչու ոչ կոռուպցիան, որը այդտեղ մի քանի տեղերում խանգարել է, եւ երրորդը, որը իրականում ամենամեծ է, սա այսպես ասած կապիտալի բացակայությունն է։ Սկզբից գնահատվել է մինչև 1 միլիարդ դոլար, հիմա գնահատում է 2.5 միլիարդ դոլար, հավանաբար վերջում ել ավելի մեծ է լինելու ծախսը, եւ այսպիսով այդքան գումար Հայաստանը չունի, իսկ մյուս գործընկերները քիչ-քիչ են տալիս։ Պարոն Միքայելյան, դուք նաեւ տնտեսագետ եք, նավթա վերամշակման գործարան կառուցելուց հետո Հայաստանը իզորու է լինելու բացի ներքին պահանջարկը բավարարելուց նաև արտահանել բենզին կամ դիզվառելիք։ Դրա համար հատկապես այս փուլում, այս շրջանում, երբ Ռուսաստանը ինքը ներկրում է նաև բենզին եւ դիզվառելիք մյուս երկրներից, Հնդկաստանից մասնավորապես։ Սա շատ լուրջ հարց է, ինչ ենթակառուցվածքներով է դա տեղի ունենալու։ Այսինքն, եթե Հայաստանի սեփական ենթակառուցվածքներով սա մի պատմություն է, եթե օրինակ ներգրավի ուրիշ ենթակառուցվածք, ապա այստեղ հարց։ Նոր ենթակառուցվածք է կառուցվել, այսինքն նոր օրինակ նավթամուղ, գազամուղ, չգիտեմ, այսինքն նոր խողովակներ կառուցվեն, թե օրինակ Թուրքիայի ու Ադրբեջանի ենթակառուցվածքները կօգտագործվեն, որովհետև մենք գիտենք, այս իշխանությունը ուզում է ամեն ձևով ինտեգրվել, ինչպես նաև օրինակ իրենց դրդում է այդ ուղղությամբ Եվրամիությունը եւ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մի 9 ամիս առաջ հայտարարել է, որ ուզում է ինտեգրվի Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի էներգա համակարգերը։ Եվ այսպիսով սա շատ լուրջ հարց է։ Եթե Թուրքիայի ու Ադրբեջանի ենթակառուցվածքները կօգտագործվեն, ապա ստացվում է, որ Հայաստանը ստեղ շատ փոքր միջանկյալ դեր է ունենում։ Եթե Հայաստանի ենթակառուցվածքները օգտագործվեն եւ լրացուցիչ կառուցվեն նոր նավթապրոդուկտամուղեր, ապա սա արդեն ուրիշ իրավիճակ է լինելու։ Երրորդ
էլեկտրագծի 12 տարվա ոդիսականից խոսենք նաև, այդ երրորդ էլեկտրագծի մասին խոսել են նաև դարձյալ Իրանում եւ ասել են, որ մինչեւ տարեվերջ արդեն պետք է ավարտվի դրա շինարարությունը։ Ինչու 12 տարի է չեն կարողանում ավարտել այդ շինարարությունը։ Կդժվարանամ ասել ինչու, կարծում եմ էլի կարողությունների եւ պետական ինստիտուտների աշխատանքի որակից է կախված, գուցե ոչ միայն Հայաստանում, բայց կարծում եմ մենք մեր կողմից ամեն ինչը պիտի անենք, որովհետեւ իրականում էլեկտրաէներգիա ավելացուկ ունենք, բայց արտահանել չենք կարողանում, այդ թվում այս նեղ էլեկտրագծերի պատճառով։ Մեղրի հեկի մասին խոսենք, սա եւս վաղեմի ծրագիր է, անverջ խոսում են բոլոր հանդիպումներում գրեթե այդ մասին խոսում են, բայց այդպես էլ ինչպես ասում են ժողովրդական լեզվով, սելը տեղից չի շարժվում։ Հիմա թվում է թե ներդնող կա, Օմանն է դա, երրորդ երկիր է եւ համաձայնություն կա, որ շինարարությունը սկսեն եւ կառուցեն Մեղրիի հեկը։ Բայց այստեղ էլ նյուանսներ կան, Իրանը այս համատեքստում դժգոհել է Հայաստանից Արաքսը աղտոտելու համար։ Մեր հանքարդյունաբերությունը ըստ էության ստացվում է աղտոտում է Արաքսը։ Մեր հանքարդյունաբերությունը ոչ միայն Արաքսն է աղտոտում, Ստեղ իհարկե պատշաճ գնահատականի համար երևի էկոլոգներին պետք է հարցնեք։ Ես ուղղակի ասեմ այնինչ տեսանելի է, մեր հանքարդյունաբերությունը վերջի տարիներին շատ մեծ ծավալ է ստացել, ոչնչացում են իրականում բնական որոշակի էլեմենտներ լանդշաֆտի, սարեր են ոչնչացում եւ աղտոտվում են լճերը, գետերը եւ Արաքսի մասով հավանաբար ուշագրավ է սա հատկապես այն համատեքստում, որ աշնանը մեզ մոտ անցկացվել է COP17-ը էկո գագաթնաժողովը, որը այդ համատեքստում շատ ուշագրավ է, եթե էկոլոգիայի խնդիր կա Հայաստանում, այդ դեպքում մի տեսակ դժվարանում եմ ասել, թե ինչու է այդքան հեղինակավոր գիտաժողովը կամ գագաթնաժողովը այստեղ անցկացվում։ Դե մենք հասկանում ենք քաղաքական համատեքստը, այսինքն որոշ արևմտյան ուժերը ուզում են, այսպես ասած, ներկա Հայաստանի իշխանությունը ներկայացնել որպես ինտեգրված, որպես կարևոր գործընկեր եւ այլն, եւ սա իհարկե օգտագործվել է այդ պատճառով։ Եվս մի հանգամանք կա, որովհետեւ շատ դեպքերում համեմատությունները, որպեսզի գնահատեն երկրների առաջընթացը, արվում են 1990 թվականի հետ։ Հիմա 1990 թվականի հետ Հայաստանում արդյունաբերությունը շատ նվազել է եւ այդ պատճառով օդի աղտոտվածությունը եւ որոշ ցուցանիշները էականորեն բարելավել են։ Դա ոչ թե այն պատճառով, որ մենք կարողացել ենք ավելի մաքուր տեխնոլոգիաներ դնենք, այլ ուղղակի այսպես տնտեսական դինամիկան խորհրդային միության փլուզումից հետո այսպես է դասավորվել։ Եվ այսպիսով Հայաստանը իդեպ ինչպես նաեւ ուրիշ հետ խորհրդային երկրները հանդես է գալի որպես հաջողակ օրինակ։ Սա այսպես ասած այս ոլորտում ընդունված այսպես ասած խաբկանք է։ Հիմա ինչ վերաբերվում է արդեն այս էկոլոգիական հարցի զուտ կողքից դիտելով ես ասեմ հետեւյալը եթե մենք օրինակ ամենտեղ գովազդում ենք որպես տուրիստական ուղղություն Հայաստան ցույց ենք տալիս բնությունը եւ այլն ապա հիմա ինչքան գնում ես բնությունը ամենտեղ կամ ինչ որտեղ աղտոտվածություն կա կամ օրինակ էլեկտրագծեր բետոնական կառույցներ եւ այլն այսինքն այդ բնությունը որը ուզում ենք ուրիշներին ծախենք մենք ընդհանրապես տիրություն չենք անում եւ սա լուրջ խնդիր է էկոլոգիայի խնդիրները թողնենք հետոին դեռ ինձ թվում է առիթ կլինի խոսելու այդ մասին էներգիայի հետ կապված գրեթե թվում է ամեն ինչ պարզ է հիմա խոսենք գազատարի մասին գազի մասով Իրանը նաև առաջարկել է տարանցիկ գազատար կառուցել դեպի Հայաստան եւ Հայաստանից իհարկե արդեն դեպի մեծ աշխարհ բայց այստեղ նյուանս կա դարձյալ փոքրիկ նյուանս որ Հայաստանում Իրանը Հայաստան գազ է մատակարարում շատ քիչ քանակությամբ էլեկտրաէներգիայի դիմաց բայց մեծացնելու խնդրի դեպքում մենք բախվում ենք արդեն ռուսական Գազպրոմի հետ որովհետև ցանցը վերահսկում է գիտենք Գազպրոմը տարիներ առաջ երբ կար միտք գազի ծավալը ավելացնելու դարձյալ ռուսական կողմը դեմ է եղել այդ ծրագրին հիմա ինչպես են պատրաստում դա անել Գազպրոմը թույլ է տալու որ ցանցը փոխեն ավելացնեն գազի ծավալը ինչ եք կարծում նախ ամփոփելով առհասարակ էներգիայի թեման ասեմ որ քանի որ այս իշխանության օրոք 2018 թվականի վերջին փակվել է էներգետիկայի նախարարությունը եւ այս ոլորտում կառավարման եւ պլանավորման որակը էականորեն նվազել է մասնագետները դուրս են եկել պետական ծառայությունից ապա մենք ունենք որոշ ոլորտներում հետընթաց
այն ժամանակ, երբ պետք է առաջընթաց ունենանք։ Հիմա ինչ վերաբերվում է արդեն գազամուղին։ Երբ որ Հայաստան-Իրան գազամուղը կառուցվել է 2007 թվականին, այդ ժամանակ փորձ կար կառուցելու լայն գազամուղ, որպեսզի հետո ավելացուկը արտահանենք դեպի Սևծով եւ Եվրոպա, հա։ Եվ այդ ժամանակ Գազպրոմը պնդել է, որ Հայաստանը պետք է կառուցի այնպիսի գազամուղը, որը սպասարկել է միայն իր սեփական կարիքները։ Այս պայդրությամբ գազամուղը թույլ է տալիս մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր տեղափոխել, բայց դրանից օգտագործում է մոտավորապես 1/4-ը։ Այսպիսով իրականում ներկա գազամուղի պոտենցիալը չի օգտագործում ամբողջությամբ, որովհետև Հայաստանը ըստ պայմանագրի Գազպրոմի հետ կարող է միայն Իրանից ներմուծել վերամշակման համար գազը եւ հետո վերարտահանի դեպի Իրան։ Այսինքն, այո, սեփական սպառման համար նույնիսկ Հայաստանը չի ներմուծում գազը։ Դա ինչի համար է այդպես, որովհետև Գազպրոմը սուբսիդավորված գներով տալիս է Հայաստանին գազ, այսինքն մոտավորապես $180 տալիս է Հայաստանին գազ, այն եւ մոտավորապես 3 անգամ ավելի բարձր շուկայական գինը։ Եվ այսպեսով Գազպրոմը ասում է, դե ուրեմն ես պետք է մենաշնոր ունենամ։ Դա այդպես է ընդունված եւ հետեւաբար նույնն է տեղի ունեցել, երբ որ Հայաստանը ուզում էր կառուցել ավելի լայն գազամուղ, այդ պարագայում կստացվեր արտահանման հնարավորությունը, բայց դա կլիներ արդեն Գազպրոմին մրցակցություն։ Ուրիշ բան, որ հիմա Գազպրոմը չի կարող դեպի Եվրոպա արտահանել գազը 2027 թվականին ըստ եվրոպական նորմերին նոր ընդունված այսպես ասած կանոնադրություններին արդեն սահմանափակվել է ռուսական գազի ներմուծումը եւ այսպիսով շուկայում տեղը բացվելու է, բայց արդյոք Գազպրոմը ուզենա որ դա թույլ տա, որովհետեւ տեսեք Ռուսաստանը բազմաթիվ հարցերում զիջումների է գնացել, բայց այս հարցում հաստատ չի զիջելու, որովհետեւ էներգետիկայի հարցում Ռուսաստանը շատ նպատակաուղղված է աշխատում եւ կարծում եմ որ եթե Հայաստանը փորձի վերանայել պայմանները, ապա գինը եւս վերանայվելու է։ Հիմա Հայաստանը ըստ էության գտնում է Արևմուտքի եւ Իրանի արանքում, եթե կոպիտ ձևակերպում անենք, մի կողմից այստեղ գալիս են Եվրամիության դիտորդներ, մյուս կողմից թրիպն է կառուցվում, մեկ այլ կողմից Իրանի հետ հավակնոտ ծրագրերի առաջարկներ են քննարկվում։ Սա ինչ վտանգներ է պարունակում եւ արդյոք մենք չենք ընկնելու Արևմուտքի պատժամիջոցների տակ։ Չէ, չեմ կարծում, որովհետև եթե Արևմուտքի մասին խոսանք, ապա այդտեղ գոնե այն հասկացություն կա, որ հնարավոր չի Հայաստանին, այսպես ասած, զրկել Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերություններից եւ ամբողջությամբ երկիրը չկործանել։ Այսինքն կամ Արևմուտքը պետք է այդ բոլոր կորուստները կոմպենսացնի, իսկ դա տասնյակ միլիարդավոր դոլարներ տարեկան, եւ նույնիսկ ամբողջ Արևմուտքը դա չի կարող անել առանց, այսպես ասած, լուրջ կորուստների, կամ էլ պետք է Հայաստանի համար գոնե բացառություն անեն այն իրենց պատժամիջոցային քաղաքականության մեջ։ Ինչը որ մեծ հաշվով միջև հիմա արվել է։ Այսինքն, ինչ մոտեցում կա Արևմուտքի պարագայում։ Նրանք սահմանափակել են Հայաստանի զարգացումը հարաբերությունների Իրանի ուղղությամբ, բայց չեն պնդել, որ պետք է կասեցվի։ Օրինակ, ուրիշ երկրների համար, պայմանական Ռումինիայի համար այդ պայմանները ավելի խիստ են, բայց մյուս կողմից դիտարկենք, որ Հայաստանը սահմանին է Իրանին ու իրականում, ասենց ասեմ, իմ խորին համոզմամբ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ավելի կարևոր են, քան թե Արևմուտքի հետ։ Հիմա գլխավոր հարց թերևս Դախարար Խուդատյանը գլխավորած պատվիրակությունը փաստորեն Իրանում էր եւ բավականին լուրջ ծրագրեր քննարկվեց իրանական կողմի հետ։ Մնում է դրանք իրագործել, բայց գլխավոր հարցը սա ինչ է կարծում PR ակցիա էր, թե իրատեսական որոշ ծրագրեր այնուամենայնիվ այս ընթացքում միգուցե մինչև տարեվերջ իրականություն կդառնան։ PR-ը սրա մեջ իհարկե ավելի շատ է, քանի որ ընդհանուր առմամբ այս պայդրությամբ միակ գործընկերը, որը միանշանակ լավ է ընկալվում երկրում, դա Իրանն է եւ ներքին, այսպես ասած, լսարանի համար Իրանի հետ ցանկացած հարաբերությունների զարգացումը դա ձեռնտու է։ Բայց այն, որ նախագծերը մինչև հիմա տասնյակ տարիներով չեն իրականացում եւ ակնկալել, որ հիմա արագ իրականացվելու է, չեմ կարծում, որ ճիշտ է, իսկ արդյոք կստացվի հետագայում դա բազմաթիվ գործոններից է կախված։ Օրինակ, ԱՄՆ-Իրան պատերազմը չի ավարտվել, ինչպես է ավարտվելու, սա առաջին հարց, երկրորդ հարց, ինչքանով Հայաստանի իշխանությունները
նպատակաուղված իրականացնեն եւ կարողություն ցուցաբերեն այդ նախագծերը ավարտին հասցնելու։ Երրորդը ինչպիսի վերաբերմունք ունենալու արևմուտքը, որը գիտենք, որ այս իշխանությունների դիրքորոշման վրա լուրջ ազդեցություն ունի, այսինքն թույլ է տալու կոպիտ ասած թե չէ, սա էլ ու չորրորդը արդեն որտեղ բախում է լինելու ուրիշ խաղացողների շահերի հետ լինի դա Ռուսաստանը, Թուրքիա, Ադրբեջանը, այդտեղ ինչպես են կարողանալու սահմանափակումները անցնել եւ իրագործել նախագիծը, սա էլ է հարց, բայց վերջին հաշվով ամենակարևոր հարցը մասնագիտական եւ մասնագիտական կարողությունը եւ քաղաքական կամք է։ Ինչ է կարծում Իրանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես ռազմավարական երկիր, այսինքն ռազմավարական երկրի գինը Հայաստանի Իրանի համար դեռ շարունակում է մնալ բարձր։ Այդպես ասեմ, Իրանի համար այս պայծրությամբ իր գլխավոր 5 ուղղություններից մեկն է արտաքին քաղաքական, դա Հայաստանն է։ Այսպիսով այդտեղ օրինակ Իրաքը, Լիբանանը մտնում եւ նաեւ Հայաստանը։ Այսինքն Հայաստանի կարևորությունը Իրանի համար շատ բարձր է։ Ուրիշ բան, որ այսպես ասած հարաբերությունների որակը այդպեսին չի, ինչը Թեհրանին կգոհացներ, բայց ամեն դեպքում այս պայծրությամբ Իրանը դիտարկում է Հայաստանը որպես կարևորագույն ուղղություններից մեկը եւ ուզում է շարունակել աշխատել Հայաստանի ուղղությամբ։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։ Ցտեսություն։